երեկի դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն, Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցությանը ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում, 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իրա տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն, այ քեզ բան, հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը, մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք սենց դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխից ձունգայից բռնած, թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխից ձունգայից, երևի հարմար չէին նեղանում, հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը, նախ լավա որ մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից, ասենք չգիտեմ, թող իրա մի հատ իրա շեֆի են բան են, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս է ստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ, ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իրա ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտենք քաղաքական գործիչ է, մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում, դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն, գալիս է, տիկին Յուրեղյանը, KP-ի գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է, 0 ձեն են կարում համարեն, հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, KP-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնել, միտեղ առաջի տեղն ենք բռնել, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծագել է, կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդեր ստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱԹՍ չկար, բա ինչի կոնսերվի, կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվել, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տենց մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս է պետք, կամ մեզ այն է պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդանյան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ոտի է կանգնում եւ պետություն որպես այդպեսին պետք է հստակ ձևակերպվի, վերցնել եւ տալ, հանձնել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է մարդկանց նպատակը, դա է, ինչի ենք դրել բանանում։ Գալիս է Գառնիկ Դանիելյանը, որի անկեղծությանը ես իդեպ հավատում եմ, գալիս ասում է դպրոցը տվին, եկեղեցին տվին, 50 տունը տվեցին, էսի տվեցին, էնի տվեցին, որ ձեռը բռնես գնաց ասես եղբայր հենց ցույց տուր, այդ ոնց այսինքն ինչ որ կատարվում է ու եթերով տեղի է ունենում։ Տիկին Վարդանյանը ճիշտ եմ ասում, չէ՞, Տիկին Վարդանյանը նոր ելույթ էր ունում, ասում է, այս հետևը նստած աթոռը զբաղեցնող անձը թիկնապահներով է, լուրջ ես ասում։
կա երկրում որևիցե երկրի ազգային ժողովի նախագահ կա, որը որ պետական պաշտպանության ենթակա չի, հա, լուրջ, կամ թե ձեզ թվում է դա իմ ընտրությունն է։ Ես Երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնով քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք իմ գործընկերոջ, իմ ընկերոջ նկատմամբ ականատես եղաք, որ մարդը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան, այնքան հարվածեցին, մինչև մտածեցին մահացածա նոր այդ մարդուն հանգիստ թողեցին, մտան այս սենյակ, այսինքն ձեր նպատակը որն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները չունենան, սկսենք Ռոբերտ Քոչարյանից իրանից վերցնենք որպես նախկին երկրի ղեկավար այն պաշտպանությունը, որը որ ինքը օրենքով ունի, ինչի է թիկնապահով ման գալիս, եթե իհարկե Երևանով կարողանում է ման գալ, կամ իր որդին ինչի է իր շուրջը թիկնապահներին ման տալիս կամ որպես օգնական գրանցում։ Ես այդ իմ ընտրությունը չի, նենց չի, որ իմ ուշքը գնում է, որ կողքս միշտ 3 հոգի, ես ինչ հեռախոսով խոսում եմ կամ ուրեթվում եմ, այդ 3 հոգին հետս գալիս են, դա ընտրության հարց չի։ Ասենք ես դրա կարիքը չունեմ, բայց ասենք ոչ իմ երեխաները, ոչ իմ կինը, ոչ վարչապետի երեխաները ազատ շրջում են։ Ազատ ինչ օրինակավոր բերում ստեղ մանիպուլացնում եք, հետևը նստած, ես ընտրված եմ ի տարբերություն ձեր ղեկավարի, որը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի ընտրվել։ Հենց որ բան արեք, խոսալուց միշտ իմացեք, որ դրա հակառակ կողմը կա։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, որ կրկին անգամ փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով շարժում գեներացնել, փորձը չհաջողվեց եւ հիմա, այսպես ասած, ելքի ստրատեգիա է ընտրվում, թե ոնց պետք է դե պետքա չէ իրավիճակից դուրս գան ինչ-որ ձևով։ Ես շատ ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, որ նաեւ եկել է ժամանակը մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք որ բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են եկեղեցու հանդեպ, ինչու դա չի կիրառվում, եւ ես կարծում եմ մենք այդ հարցը պետք է մոտ ժամանակները քննարկենք, որովհետեւ հերիք եղավ էլի մեր էմոցիաների, մեր պատմության, մեր արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ աշխարհասփյուր հայրենիքի հայաստանայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու բանը, ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարել։ Ես եմ հասկանամ, ինչի պետք է իրանք հարկ չվճարեն, եւ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է մի հատ վերանայենք, հասկանանք, թե ինչով է օրինակ եկեղեցականը, որի թաթիկը համբյուրում են, ավելի օրենքից բարձր հասարակ գործարարից, որը որ հարկ է վճարում, որը որ բանակի համար փամփուշտ է գնում, իմ համար այդ գործարարը, որը որ մեր մեծ հարկատուները ամենակարևոր մարդիկ են։ Ամենակարևոր մարդիկ են, իրանք ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հիմա այդ մարդիկ պետք է հարկ վճարեն, իրանք պետք է հարկ չվճարեն։ Քաղաքի Երևանի կենտրոնում նստավայր ունի կաթողիկոսը, եկեղեցի կա Աննայի անվան, Սուրբ Աննայի անվան, որտեղ միտինգներ են անցկացնում։ Այ քեզ բան։ Այս սեփական, ասենք, միտինգի գրասենյակ, ուզում հասկանամ։ Էդով է ձեզ թույլ տվել մտնեք իմ հայ առաքելական եկեղեցու շինություն եւ միտինգներ կազմակերպեք։ Այդտեղ միտինգ կազմակերպելու տեղ չէ, այդտեղ Աստծո հետ հաղորդակցվելու տեղ է։ Դուք Աստված չեք ու Աստծուց շատ